Խնդրում եմ նստեք, տեղավորվեք։ Շնորհակալություն փառաբանության թիմին։ Այսօր յուրահատուկ ծառայություն ենք ունենալու, սիրելիներս, այսպիսի բան պատմության մեջ ես չեմ հիշում, որ եղել է, բայց գիտեմ, որ այսօր մի յուրահատուկ բան է լինելու։ Աստված իր արքայությունը տվել է մեզ ու ուզում է, որ մենք ունենանք։ Աստված ամեն բան արեց, որ այդ արքայությունը մեզ հասանելի լինի։ Գիտեք, իր արքայությունը ինքը հասանելի չարեց միայն հարուստների համար։ Իր արքայությունը հասանելի չարեց միայն ով շատ գումար ունի կամ շատ ծանոթություն ունի կամ մեծ պաշտոն ունի ու կարա ունենա։ Աստծո արքայությունը հասանելի է բոլորին, ով որ ուզում է դա ունենա։ Աստծո արքայությունը հասանելի է այսօր Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Փառք Հիսուսին, թանկագիններս, այսօր յուրահատուկ օր ենք ունենալու։ Ես որպես հայր իմ սրտում շատ եմ ունեցել, որ ես օրհնեմ իմ երեխաներին։ Այն օրհնություններով, որ Աստվածաշունչը մենք կարդալով գիտենք, թե որ Աբրահամը օրհնեց իր որդիներին, սերունդներին, Իսահակը իր որդուն, սերունդներին, որդիներին, սերունդներին եւ այդպես շարունակ, ու ինչքան կարեւոր է այդ օրհնությունները։ Ու գիտեք, ես էլ որպես հայր ուզում եի օրհնել իմ սերունդներին, իմ երեխաներին ու պատրաստում էի դրան։ Ու մեկ էլ Տերը դրեց սրտիս մեջ, որ պիտի եկեղեցին ես դա օրհնեմ։ Եկեղեցին ու շատ կարևոր է այսօր սիրելիներս, որ մենք մեծ կարևորությամբ այդ ընդունենք երկնքից։ Գիտեք, մենք որպես մարդ ամենքս էլ Աստծո առաջ սիրելի ենք ու ընդունված։ Բայց մի հատ հետաքրքիր բան կա, ամեն մարդը ինքը իր սրտում, իր հոգում ինքը որոշում է, ինչքան է ինքը սիրված ու ընդունված Աստծո մոտ։ Գիտես, դու կարող ես սահմաններ դնել ինքդ, որպես մարդ։ Դու կարող ես Աստծուն հեռացնել քեզանից, Աստծուն կարող ես մոտեցնել քեզ։ Դու կարող ես քո պատկերացումներով Աստծուն ներկայացնես, բայց Աստված այդպեսին չի։ Աստված ավելին է, քան որ մենք կարանք պատկերացնենք։ Աստված ավելի մոտ է ու ավելի սիրով է լցված, քան որ մենք կարանք պատկերացնենք։ Ու գիտեք, Աստվածաշունչն ինչ է ասում, որ Աստված երբևիցե մեզ չի հատուցում մեր արածների համար, որովհետև մեզ հատուցում է ինքը իր սիրուց ելնելով։ Եթե Աստված ամեն անգամ մեզ հատուցեր մեր արածների համար, ես չեմ կարծում, որ մենք արժանի կլինենք շատ ժամանակ լավ բաների։ Բայց Աստված այնքան սիրում մեզ, որ մեզ հատուցում է իր սիրուց դրդված, իր սիրուց ելնելով, իր սիրո առատությամբ, ու էսի մեր համար մեծ առավելություն է։ Ու գիտեք, որն է ամենահետաքրքիրը, ես ուզում եմ Աստվածաշնչյան երկու հերոս մեջ բերեմ Սողոմոնին, նա մենք գիտենք որպես իմաստուն, չէ՞, աշխարհի իմաստուն մարդն է եղել, աշխարհի հարուստ մարդն է եղել, Աստվածաշունչը ասում է, որ Սողոմոնի նման մինչև այսօր հարուստ մարդ չի եղել երկրի վրա։ Ես հավատում եմ Աստվածաշունչի խոսքերին, ու ինքը շատ իմաստություն է ունեցել, ինքը գրել է առակած գիրքը, շատ լավ մտքեր, շատ լավ աֆորիզմներ, շատ լավ հայտնություններ, գրել է ժողովող գիրքը, ու հետաքրքիրը որն է սիրելիներս, որ ինքը շատ իմաստություն ուներ, Աստծուն ճանաչում էր, աստվածավախություն ուներ, բայց գիտեք, իր իմաստությունը չօգնեց իրան, որ ինքը մնա Աստծուն հավատարիմ մինչև վերջ։ Բայց ուրիշ մի հատ երիտասարդ եմ ուզում հիշենք մենք Աստվածաշնչից Հեսուին։ Հեսուն Աստծո ծառա էր, հավատարիմ օգնական էր Մովսեսի, հզոր զինվոր, Աստծուն նվիրված։ Գիտեք, ինքը այդքան իմաստություն չուներ, որ Սողոմոնը ուներ։ Բայց որովհետև ինքը իր կյանքի մեջ որոշում ուներ, որ ինքը Աստծո հետ է լինելու, ինչ էլ ուզում է լինի, Աստծո պատվիրանը իր կյանքի մեջ է լինելու։ Ինքը իր կյանքը անիմաստ չանցավ։ Ինքը հռչակեց
ու կանգնեց իր հրճակած կոչումի վրա։ Ես ու իմ տունը ինչ էլ ուզում ա լինի, ծառայելու ենք իմ Տիրոջը։ Հասկանում եք, այսի կարևոր որոշում է մարդու կյանքում։ Մենք այսօր կարանք նայենք Հիսուսին որպես մի հյուսն, հա? Որպես մի պլոտնիկ, հայերեն մեր լեզվով ասեմ։ Հիսուսին կարանք նայենք որպես մի բարի մարդ, որպես մի մարգարե, որպես մի պատմական սուրբ գործիչ։ Գիտես, դու քո կյանքում էլ կստանաս ու կունենաս այնքան, ինչքան որ դու նայում ես Հիսուսին։ Եթե քեզ համար նա ուղղակի մարգարե է, նա կմնա քեզ համար մարգարե ու կորտնվես այդքան։ Բայց գիտես, Աստծո նպատակը դա չի, որ մարդը ծնվի ու ինչ եմ ուզում մեջ բերեմ, Սողոմոնը ժողովող գիրքը որ գրում է, ինքը ասում է ունայնություն էր ամեն բան։ Դատարկ էր այս կյանքը։ Գիտեք, լինելով աշխարհի հարուստ մարդը, ուներ շատ կանայք, շատ երեխաներ եւ այլն, բայց մի օր կանգնեց ու այդքան իմաստություն, այդ առակները, որ կարդում ես, այսօր մեր համար շատ էդի լավ օրինակ է, օգնում է մեզ, որ մենք ճիշտ որոշում անենք, մեր կյանքի մեջ ճիշտ քայլեր ունենանք։ Չէ՞։ Բայց այդ մարդը մեկ էլ կայնել ասում է, այս կյանքը ում էր պետք, դատարկ կա ամեն ինչ, ունայնությունն է։ Չնայած որ ինքը ընտանիք ուներ, երեխաներ ուներ։ Դեռ մեկ որ գումարը, ֆինանսները ինքը չի կարա մարդուն երջանկացնի, ինքը չի կարա մարդուն լրացնի։ Կորցրեց իր ուրախությունը, ունայնություն եղավ ամեն ինչը, ոչ մի բանի մեջ ուրախություն չուներ, շատ հարստություն ուներ, կառուցել էր Աստծո տունը, մեծ պատիվ ուներ, ոչ մի թագավոր էդիկ չէր կարողացել անել, ինքը արել էր, բայց միևնույնն է դրա մեջ ուրախություն չուներ, ինքը ասում էր ունայնությունն է այս կյանքը։ Գիտես, մարդը երբ որ առանց Աստծո է ապրում, ինքը տենց էլ իր կյանքը մտածում է ունայնությունն է։ Ինքը ծնվել է, որ ծառ տնկի, երեխա ունենա, տուն սարքի։ Ու դրա համար էլ կյանքի օրերը անցնում է, ու իրան ամեն ինչը ոչ թե ուրախացնում է, այլ բարկացնում է։ Որովհետև կյանքը լցված է կենցաղային հոգսերով, ու կենցաղային հոգսերը ինչ են անում, մարդուն ծանրաբեռնելով վերցնում են մարդու ուրախությունը, երջանկությունը, խաղաղությունը, արդարությունը, որը կոչվում է երկնքի արքայություն։ Սիրելիներս, բայց տեսեք, եթե այսօր մեր սպասումները Աստծուց է ու մենք ուզում ենք իրականում օրհնված լինենք, մենք ուզում ենք, որ երկինքը մեր համար բաց լինի, որպես Աստծո զավակ, որպես Աստծո որդի, որպես մարդ, գիտես, Աստված մարդուն չստեղծեց, որ ուղղակի մարդը իր կյանքի օրերը մի ծաղիկի նման երկրի վրա ապրի ու անցնի։ Աստված մարդուն ստեղծեց, որ մարդու հետ շփում ունենա, հարաբերություն ունենա ու հետո էլ ինչ անի, իր սերը այդ մարդու նկատմամբ արտահայտի, այդ մարդու միջոցով իր սերը հայտնի, չէ, ու հետո էլ այդ մարդու հետ հավիտյան ապրի։ Ահա թե ինչի համար ենք ես ու դու ստեղծված։ Անիմաստ չի մեր կյանքը, անիմաստ չենք մենք ստեղծված։ Կապ չունի ֆիզիկական թերություններ եւ այլ կենցաղային ինչ-որ սոցիալական, դրանց Աստված չի նայում։ Չկա այդպիսի պակասություն երկրի վրա, որ ինքը երկնքում է թանկագիներս արտացոլվում։ Ինչ որ երկնքի վրա է, դա ժամանակավոր է։ Դա ժամանակավոր է, դա անցնող է։ Աշխարհի հարստություն ունեցողը ինքը մի օր հասկացավ, որ ամեն ինչ դատարկությունն է։ Բայց այն ինչ որ ինքը կարար ունենար թանկագիներս միաբանություն, ինքը պարտադիր չէր, Աստված իրան չէր ասել, գիտես, ինչ ազգից ստենաս մի աղջիկ կար քեզ կին։ Ու դա քեզ կհարստացնի ու կիմաստա։ Չէ, Աստված իրան դա չէր տվել։ Ինքը իր մարդկային կիրքերի ու ցանկությունների հետևից ընկավ, որն էլ թանկագինս հանեց Աստծո ներկայությունը իր կյանքից։ Դրա համար սիրելիներս, շատ ժամանակ մենք ուզում ենք երջանիկ լինենք, մենք փնտրում ենք երջանկությունը, փնտրում ենք ընտանիքի մեջ միաբանություն, ուրախություն, երջանկություն, բայց սիրելիներս, դա չի կարա լինի առանց Աստծո։ Չի կարա լինի։ Երեք պատիկ թելը ուժեղ է, երբ որ երեքն են միասին։
Երեքն են միասին։ Չի կարա լինի Աստված ու տղամարդ ուժեղ ու էդի լինի շատ լավ ընտանիք կինը իր կյանքով։ Չի կարա լինի Աստված ու կինը ու տղամարդը իր կյանքով ու էդի ուժեղ ընտանիք։ Պետք է լինեն տղամարդ, կին եւ Աստված, եւ սա ուժեղ ու օրհնված ընտանիք է։ Աստված այսպիսի ընտանիք ստեղծեց։ Աստված այսպիսի ընտանիք մտածեց, մեկ կին, մեկ տղամարդ եւ ինքը։ Եվ ինքը այդ ընտանիքի մեջ։ Ամեն։ Ու սիրելիներս, ես ուզում եմ, որ մեր ընտանիքները, մեր եկեղեցու ընտանիքները օրհնված լինեն։ Ես ուզում եմ, որ սիրո խաղաղություն ուղղակի բխի բոլորի կյանքի մեջ, բոլորը սիրված լինեն, հարգված լինեն, օրհնություն, Տիրոջ օրհնությունները լինի ամեն մեկի կյանքի մեջ։ Ու դրա համար թանկագիններս ես այսօր որոշել եմ մենք հաղորդություն ենք անելու, յուրահատուկ ծառայություն ենք անելու, սիրելիներս։ Ես օրհնության խոսքեր եմ ասելու, օրհնության խոսքեր եմ կարդալու բոլորի կյանքի մեջ, հռչակելու եմ։ Մենք հետո դրան կգնանք։ Կուզեմ այդ ժամանակ, որ բոլորը, ովքեր ընտանիք են, ընտանիքի անդամները իրար կողք կանգնեն, երեխաներ ու ծնողներ, իրար կողք կանգնեն ու իրար ձեռք բռնեն ու հավատով այդ խոսքերը ընդունեն իրանց կյանքի մեջ։ Հետո սիրելիներս ես կանչելու եմ այստեղ ընտանիք, հայրը, մայրը եւ երեխաները մոտենան այստեղ ու մենք յուրովի հաղորդություն ենք անելու ընտանեկան սիրելիներս։ Աստված այսօր մտնելու է ձեր ընտանիքի երրորդ պատիկ թելը։ Էդի սիրելիներս, էդի ստիպողական չի, էդի դուք եթե ուզում եք, եթե դուք ուզում եք, որ որոշում ունեք, որ Աստված լինի ձեր ընտանիքի երրորդ պատիկ թելը, այսօրվա ուխտը հաղորդությունը մենք դրա համար ենք անելու, որ ամեն ընտանիքի մեջ լինի Աստված գլխավորը, այնպես ինչպես որ ինքն է ուզում։ Ամեն։ Ու սիրելիներս, Աստված մեզ տվեց իր պատվիրանները ոչ թե նրա համար, որ մենք տառապենք։ Գիտես, շատ հաճախակի մարդիկ իրար հարցնում են. դու Աստծո պատվիրանները պահում ես։ Ու գիտես, շատ ժամանակ մարդկանց մոտ վախ է առաջացնում։ Վայ, այս մի պատվիրանը չեմ կարում պահեմ։ Վայ, այն մի պատվիրանը կարում եմ, այն մի պատվիրանը 2 անգամ եմ կարում։ Սիրելիներս, Աստծո պատվիրանները էդի նրա համար չի, որ մեզ ինչ-որ վախացնի, մեզ ինչ-որ վանդակի մեջ մցնի։ Աստծո պատվիրանները նրա համար են, որ մենք ավելի մոտենանք Աստծուն, որ մենք ավելի նմանվենք նրան, որ մենք ավելի մտերիմ լինենք նրան, որ մենք ավելի նկատելի լինենք նրա կողմից։ Գիտես, երբեմն Աստված կարա քեզ նայի։ Դու գիտես էդի երբ է։ Ու ասես իմ աղջիկն է, իմ տղեն է։ Երբեմն դու կուզես, որ Աստված չտենալու տա քեզ։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Երբեմն կուզես, որ Աստված քեզ չնկատի։ Բայց չի ուզում այդ հարաբերությունները։ Չի ուզում։ Աստված ուզում է, որ քո կյանքը լիարժեք բավարարված լինի։ Ու դրա համար ինքը իր պատվիրանները տվեց։ Իր պատվիրանները տվեց, որ դու ազատ լինես, որ դու իմանաս ոնց ապրես, որ քո կյանքի ոճը դու որոշես ոնց լինի։ Սիրելիներս, մենք ոնց են ասում, մոդայով ենք, հա, հագնվում, տեսվում, սանրվում, որպեսզի ինչ լինենք, հաճելի։ Հասկանում եք, էսի ոճը, որպեսզի լինենք հաճելի ում, մարդկանց, աշխարհին։ Էսի նորմալ է, սրա մեջ մեղք չկա, վատ մի զգացեք ձեզ։ Բայց Աստծուն հաճեցնելու համար ինչ է մեզ պետք։ Նույն հարդարանքը։ Չէ, նույն հարդարանքը։ Ու էդի
Իր պատվիրաններն է։ Աստծո պատվիրանները մեզ օգնում է, որ մենք հաճեցնենք իրան։ Աստծո պատվիրանը, գիտես, ես չեմ կարող ասեմ Աստծուն հավատում եմ, եթե ես ապրում եմ ոնց ուզում եմ։ Եթե ես ապրում եմ ոնց ուզում է Աստված, ես կարամ ասեմ, որ ես հավատացել եմ։ Բայց եթե ես ապրում եմ ոնց որ կենցաղն է թելադրում, ես չեմ կարող ասեմ, որովհետև կենցաղը գիտես ինձ կարա թելադրի, որ ես վատ բառեր օգտագործեմ, որ ես բարկանամ, որ ես վիրավորեմ, որ ես նեղանամ, որ ես նեղացնեմ։ Կենցաղը էդի կարա թելադրի։ Բայց երբ որ ես ուզում եմ Աստծո արքայությունը, ինչ եմ անում։ Ես ոչ թե կռիվ եմ գրգռում։ Հա դե կեղտոտ նասկեր, արժի դրա համար մունատ գալ։ Կարող է ամուսինդ էլ քեզի փորձում է, թե դու ինչքան ես համբերատար։ Նու, հասկանում եք, դու կարաս ուղակի նայեք ինչ է ասում Աստվածաշունչը, հենց Առակացի մեջ։ Առաքինիկինը ինչ անում, կառուցում է իր տունը։ Լսի, մենք ուզում ենք խաղաղություն մեր տան մեջ։ Մենք դա պիտի կառուցենք։ Եթե մենք ամեն անգամ գրգռում ենք կռիվներ, խաղաղություն չի մնա մեր տան մեջ։ Ես գիտեք, յուրաքանչյուր կին ինքը ունակ է։ Ինքը ունի այդ օծությունը կառուցելու։ Այդ օծությունը ունի կառուցելու կամ էլ քանդելու։ Դրա համար սիրելիներս, դա մեր մեջից մեր որոշումն է։ Եթե ես ուզում եմ Աստծուն հաճելի լինեմ, եթե ուզում եմ Աստծո արքայությունը իմ տան մեջ ներկա լինի, Աստծո ներկայությունը իմ տնից չգնա, ապա ես խելացի կանեմ։ Ես սնենց կանեմ, որ Տիրոջ ներկայությունը մնա իմ տան մեջ։ Ես սնենց կանեմ, որ ուրախությունը չգնա։ Անցած անգամ ես ձեզ խնդրել էի, որ ինձ գրեիք 10 լավ բաներ, որ կա ձեր կյանքում։ Շատ ես կարդացի բոլորը, տար, բար, բոլորը կարդացի։ Շատ հաճելի է թանկագիններս։ Ես ուրախ եմ ու երջանիկ, որ գտնվում եմ մի եկեղեցու մի վայրում, որ բարձր արժեքները, գրեթե բոլորը մի լավ բան գրել են, որ իրանք ընտանիք ունեն, ամուսին ունեն, կին ունեն, երեխաներ ունեն։ Գիտեք, էսի շատ մեծ արժեքներ է, երբ որ մարդու մոտ արժեք է ու էդի լավ բան է, որ ինքը ընտանիք ունի, ինքը գիտեք, ինքը Աստծուն բաց մարդ է, որովհետև Աստված էլ է ընտանեկան։ Ինքը տեսեք Հիսուսին որդի ներկայացրեց, իր մի մասնիկն է, Աստված մի մասնիկ, իր կտորը ընտանեկան որդի ներկայացրեց Հիսուսին։ Հասկանում եք, ինքը որպես հայր է ներկայանում։ Սա ընտանեկան հարաբերություններ է, ու ինքը շատ մեծ գնահատական է տալիս այն ընտանիքին, որտեղ որ պատվում են իրան, որտեղ որ իրան տեղ են տալիս, որտեղ որ իրան սիրում են ու իր պատվիրանները պահում են, անում են, ապրում են իր պատվիրաններով։ Տեսեք սիրելիներս, Հեսում առաջի գլխի 8-րդ խոսքում ինչ է ասում։ Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ուզում ենք հաջողակ ճանապարհներ, խնդիր չկա, ուզում ենք խելացի լինենք, խնդիր չկա, մեզ պետք է Աստծո օրենքը, մեզ պետք է Աստծո պատվիրանը, մեզ պետք է որ մենք արդարությամբ ապրենք, սիրելիներս, մեզ պետք է որ անկեղծ լինենք ու շիտակ լինենք, ու հնարավորություն, գիտեք, Աստված շատ դռներ կարա բացի մեզ, շատ հնարավորության դռներ, բոլոր բնակավարներում, ուզում ես ամուսնանաս, խնդիր չկա, շատ լավ հաջող ամուսնություն կունենաս, քո հաջող կեսին կգտնես, անխնդիր։ Բայց մի բան է պետք, սիրելիս, ուզում ես լավ գործ ունենաս, խնդիր չկա, լավ գործ էլ կունենաս, ուզում ես լավ ընկերական շրջապատ ունես, խնդիր չկա, բայց մի բան է պետք, թանկագիներս, որ դու ընկերանաս Աստծո հետ, ընկերանաս Աստծո պրինցիպների հետ, Աստծո կարգ ու կանոնի հետ, Աստծո դրվածքի հետ, Աստծո վերուվարի հետ։ Որովհետև եթե քո հաջողությունը դու սպասում ես Աստծուց, բայց դու ապրում ես աշխարհի օրենքներով,
պայմաններով, նեղությունից դրդված քայլերով, թանկագինս, էսի չի կարա հաջողություն բերի մեզ։ Մեզ հաջողություն բերում է Տերը իր խոսքի միջոցով, իր պատվիրանի միջոցով, իր օծության միջոցով, իր զորության միջոցով։ Ամեն։ Հիմա սիրելիներս, մի փոքր հիշենք անցած ծառայությանը Հիսուսը ինչ ասեց, սկզբից փնտրեք երկնքի արքայությունը, հետո մնացածը հոգսերի մասին էր խոսում, որ կլրացնեմ, ինչ է նշանակում երկնքի արքայությունը փնտրել։ Թանկագինս, մենք մտածում ենք երևի ով է մտածում երկնքի արքայություն փնտրելը որն է։ Ինչ է երկնքի արքայություն։ Ես առաջ մտածում էի եկեղեցի գնալ, ուրախություն փնտրել, խաղաղություն փնտրել, արդարություն փնտրել։ Այսինքն տեսեք, էսի ինչ է նշանակում, սիրելիներս, եթե քո կյանքի մեջ մի հատ պահ է եղել, որ քո ուրախությունը ուզում է գնա, հիշում եք մենք անցած անգամ խոսացինք ուրախությունը երբ է մարդուց գնում, երբ որ մարդը պակասներին է նայում, չէ՞։ Երբ որ մարդը տենում է, թե ինչ է պակասում իր կյանքում։ Այսինքն երբ է մարդը տենում ինչ է պակասում իր կյանքում, երբ որ համեմատում է մոլորության մասին, հիշում եք անցած անգամ խոսացինք Պետրոսը ինչ էր ասում, մի մոլորվեք սուտերով։ Սիրելիներս, երբ որ մենք համեմատում ենք մեզ ուրիշի հետ, այս ժամանակ մենք տենում ենք մեր պակասները, ու երբ որ տենում ենք մեր պակասները, մենք տխրում ենք, պակասները տխրացնում են, մենք երբևիցե պետքա չնայենք մեր պակասներին, մենք պետքա նայենք նրան, թե ինչ ունենք, որովհետև այն ինչը, որ մենք ունենք, էսի է մեզ բարձրացնում, մեր պակասները մեզ չի բարձրացնում, էդի սատանայից է, սիրելիներս, էդի սատանայի ծրագիրն է, էդի սատանայի քարոզչությունն է, էդի սատանայի մեղադրանքն է, բայց մեր Աստված մեզ տվել է շատ բարի բաներ, որ մենք այսօր կյանքներից մեջ ունենք, ու դուք բոլորդ վկա եք, ու ամենքը 10 բան գրել եք, որ 10 լավ բան կա ձեր կյանքում, ու էդի ձեզի, հասկանում եք, երբ որ դուք նայում եք, երբ որ ինչ լավ բան ունեք, դա ձեզ ուրախացնում է, ձեզ ուժ է տալի ու ձեզ բարձրացնում է, ձեզ ստիմուլ է տալի առաջ գնալու, պայքարելու, գրավելու, հաղթելու, չհանձնվելու։ Ու էսի նշանակում է, որ դու փնտրում ես Աստծո արքայությունը։ Այսինքն, երբ որ մի պահ կա քո կյանքի մեջ խաղաղության մասին խոսանք, մի պահ կա, որ դու քո կինը կամ քո երեխան կամ քո ամուսինը ինչ որ մի բան արել է տան մեջ ու էդի պետքա բարկություն ծնի ու դու դրան ընթացք չես տալի։ Փակում ես քո բերանը, հագնում ես համբերություն, հագնում ես մերկու մեշոք համբերություն, փակում ես քո բերանը պինդ ատամներով, ձեռքով, ինչով ուզում ես, ու կռիվ չի բորբոքվում, խաղաղություն է մնում քո տան մեջ, էսի նշանակում է դու փնտրում ես Աստծո արքայությունը։ Այսի է նշանակում, որ դու առավելություն ես տալի, որ Աստծո արքայությունը լինի քո տան մեջ։ Գիտես, Աստծո ներկայությունը չկա կռիվների մեջ, Աստծո ներկայությունը չկա ճիչերի մեջ, բարկության մեջ, վատ բառերի մեջ, անեծքների մեջ Աստծո ներկայությունը չկա։ Կռիվների մեջ, վատ խոսակցությունների մեջ չկա Աստծո ներկայությունը։ Երբ որ կնոջդ անպատվում ես ինչ որ կենթանու նմանեցնելով, ասեմ, որ ամեն կենթանի Աստված ասում է իր նմանին առավ։ Եթե կնոջդ ինչ որ մի կենթանու ես նմանացնում, ուրեմն դու ես այդ Աստվածաշուչն է ասում, որ ամեն կենթանի իր նմանին, հասկանում եք, դե չկա Տիրոջ ներկայությունը, սիրելիներս, չկա այդտեղ։ Իսկ Հիսուսը որ ասում է, փնտրեք առաջինը երկնքի արքայությունը, այդ է, որ դու Աստծո պարգևը, որ Աստված քեզ պարգև է արել, քեզ կին է տվել կամ քեզ տղամարդ է տվել կամ քեզ երեխա է տվել, դու քո երեխային չես նմանացնում կենթանու, չես անպատվում։ Էսի նշանակում է, որ փնտրում ես երկնքի արքայությունը, թեկուզ որ ինքը բարկացրել է քեզ, թեկուզ որ ինքը արել է այնց ոնց որ
չես ուզում դու, բայց միևնույնն է դու քո բերանը վատ բառերով չես բացում իր վրա, չես հրճակում, որովհետև գիտեք ամեն երեխա ինքը երկնքից է, երկնքի պարգև է։ Ամեն սիրելիներս, դրա համար թանկագիններս, եթե մենք ուզում ենք իրոք, մենք ընդունում ենք այդ կոչը, որ Հիսուսն ասեց, փնտրեք առաջինը երկնքի արքայությունը։ Մենք ուզում ենք հաջողություններ լինի մեր բիզնեսի մեջ, մեր աշխատանքի մեջ, մեր կարիերայի մեջ։ Շատ լավ է, ուզում ենք, աղոթում ենք, Աստվածջանբախի հաջողություն չկա, Աստվածջանքի հաջողություն չկա, որովհետև գիտես, որովհետև դու Աստծո արքայությունը չես փնտրում, որովհետև խաղաղության որդի չես։ Որովհետև ուրախություն չունես, ուրախանալու բան չունես, գիտես, երբ որ Աստված քո համար լավ բան է անում, ինքը անում է նրա համար, որ քեզ ուրախացնի, բայց երբ որ դու շարունակում ես տրտնջալ ու տրտնջում ես, Աստված չի ուզում քեզ տրտնջացնի, ինքը դադարվում է, ինքը չի ուզի քեզի այնց անի, որ վատ լինի։ Գիտես, որ տրտնջը մեղք է, ու երբ որ դու տրտնջում ես, դու լավ կյանքի մեջ ես, օրհնված ես, լավ ընտանիք, երեխաներ, աշխատանք եւ այլը, բայց դու տրտնջում ես։ Էսի նեղացնում է Աստծուն, սիրելիներս։ Որովհետեւ ամեն բարի բան, որ կա մեր կյանքի մեջ, դա մեր Տիրոջից է, մեր Տեր Աստծուց է։ Հալելույա, մենք խոսացինք տղամարդու մասին, տղամարդու պոզիցիայի մասին, չէ, որ կինը նրա օգնականն է։ Կինը տղամարդու օգնականն է։ Այսի շատ կարևոր է, որ տղամարդը ինչ է անում, որ կինը օգնի։ Եթե տղամարդը իր համար դիրքեր է պատրաստում, կինը օգնում է դրա մեջ։ Կինը իր դիրքերն է պատրաստում, բայց երբ տղամարդը ծառայ է, կինը տղամարդուն օգնում է ծառայության։ Ամեն, ամեն սիրելիներս, շատ կարևոր է սիրելիներս, որ մենք այս արժեքները գնահատենք ու պահենք։ Հալելույա։ Կարևորում է, մենք խոսացինք մարդկային դիրքերի մասին ու աստվածային, հիշում եք, մարդկային դիրքերը ինչ են ուզում։ Ինձ, չէ, իմ համար անեն, ես, իմ համար, ինձ բարձրացնեն, ինձ ծառայեն, երեխաներս ինձ պիտի լսեն, երեխաներս ինձ պիտի անեն, կինս ինձ պիտի ենթարկվի, մարդս ինձ պիտի սիրի, ինձ համար, հասկանում եք, էսի մարդկային պոզիցիա է, էսի մարդկային դիրքեր է, բայց աստվածային դիրքը էդի չի, աստվածային դիրքը թե ես ինչ կարամ անեմ, ու ընտանիքի մեջ ընտանիքի բոլոր անդամները, երեխա, կին, ամուսին, տղամարդ, բոլորը, եթե դու ընտանիքի մեջ ես, քո դիրքը միայն նա, թե ես ինչ կարամ անեմ ընտանիքի համար։ Գիտես, եթե քո դիրքը այդպիսին լինի, այդ ընտանիքում ոչ մի բանի պակաս չի լինի։ Ոչ մի բանի պակաս չի լինի։ Բոլորը կլինեն սիրված, բոլորը կլինեն հարգված։ Ու էսի աստվածային դիրքը։ Գիտեք, Հիսուսը չեկավ, ասեց, բոլորը մեղավորներ են։ Հələ եկեք տեսեք ինչ կարակ անեմ, որ ես կարողանամ ձեզ ներեմ։ Ինքը չեկավ աշխարհ այդ դիրքով։ Պատկերացնում եք, Հիսուսը գար ասեր, մեղավորներ ես ինչ եք անում, ու տար ճակատներին ամեն մեկին իր արածը։ Հələ տեսեք ինչ եք անում, ո՞նց եք անում, որ ես տենամ ո՞նց եմ ձեզ ներում։ Հասկանում եք, ինքը այդ դիրքով չեկավ։ Ինքը եկավ այն դիրքով, որ ես ինչ կարամ անեմ ձեր համար, որ մենք մտերմանանք։ Ես իմ կյանքը կտամ ձեր համար, ես իմ կյանքը կդնեմ ձեր համար, իմ սուրբ արյունը կտամ ձեր համար, որ մենք մտերմանանք իրար հետ։ Ու ինքը դա արեց։ Հալելույա։ Սիրելիներս, ու Աստված ինչ ասում Մատթեոս 18-ում, Հիսուսը ինչ ասում, ասում է, եթե երկուսը միասին լինեն, միասին, այսի շատ կարևոր է, եթե երկուսը միասին լինեն, ու ինչ որ բան խնդրեն, հայրը կտա, հայրը կպատասխանի։ Ամեն, ու այս կարևորը, այս միասնությունն է, այս միաբանությունն է, որ ընտանիքի մեջ, սիրելիներս, եթե եղավ, հաստատ ոչ մի անհաջողություն չի կարա ինքը հիմք դնի ոչ մի ընտանիքի մեջ։
Եթե միաբանություն եղավ երկուսի մեջ ընտանիքում։ Հալելույա։ Սիրելիներս, հիմա ուզում եմ մի հատ կարևոր տեղ կարդամ։ Այսօր ես շատ եմ Աստվածաշունչ կարդալու։ Ով է սիրում Աստվածաշունչը։ Էսի շատ կարևոր գիրք է։ Կուզեմ բացեք միասին Եփեսացիների, ես շատ եմ սիրում այս գիրքը, շատ տեղեր է խոսում ամուսինների մասին, բայց կուզեմ մենք կարդանք Եփեսացիների 5-րդ գլխի 21-րդ խոսքից, որ հորդորում է այստեղ առաքյալը տղամարդկանց եւ կանանց։ Բայց միջև որ կկարդանք այստեղը սիրելիներս, մի հատ օրինակ եմ ուզում ասեմ։ Գիտեք, յուրաքանչյուր քանդակ, բոլորը տեսել եք, չէ՞, քանդակներ։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, քանդակագործությունը։ Ինչ որ մի հատ քանդակ հիշեք։ Հիշեցիք Դավիթը, Da Vinci, հա։ Da Vinci-ն է, չէ՞, քանդակել Դավիթը։ Լեոնարդո Da Vinci։ Հետո մի հատ բան կա, Միքելանջելոն ձին է քանդակել։ Կարծեմ այս բառերը Միքելանջելոն է ասել, ինքը մարմարից ձի է քանդակել մեծ։ Ու ասել է, որ այդ ձին շատ գեղեցիկ քանդակագործություն է։ Ու ինքը գիտեք ինչ ասել, ասել է այդ ձին միշտ եղել է այդ մարմարի կտորի մեջ։ Ուղղակի ես հեռացրեցի ինչը որ պետք չէր, որ այդ գեղեցկությունը երևա։ Գիտեք, յուրաքանչյուր անձնավորությունը, կին, տղամարդ, երեխա, իդեալական են։ Իդեալական ստեղծագործություն են, Աստծո ձեռքերով արարված։ Էդի Միքելանջելո չի, Da Vinci չի։ Աստծո ձեռքերով արարված։ Ուղղակի քո պատկերացումներով, քո նկարներով լիքը sense բաներ ես կպցրել իրան, որ այդ գեղեցկությունը չի երևում։ Ուղղակի մաքրի, քո կնոջն ես նայում, քո երեխային ես նայում, քո հորն ես նայում, քո մորն ես նայում, մաքրի այդ ավելորդությունները, որ սատանայի որջից ու ստից է ծնվել, այն ատելությունները, այն չներելը, անախորժությունները, որ առաջացրել է, բիծեր է դրել, մաքրի ու դու կտենաս ինչքան կատարյալ է քո կողքին, քո կեսը, քո ընտանիքի անդամը։ Ով է ինձ հասկանում։ Փառք Հիսուսին, բոլորս միասին ենք։ Սիրելիներս, 21-րդ խոսքից Քրիստոսի երկյուղով միմյանց հնազանդ եղեք։ Սա շատ կարևոր է, սա կոչում է սիրելիներս բոլորիս, որպես մարդ, Քրիստոսի երկյուղով, Աստվածային երկյուղով, Աստվածասիրությունով։ Եթե դու Աստծուն սիրում ես, դու կընդունես այս խոսքերը։ Եթե դու Աստծուն հավատում ես, դու այս խոսքերը կընդունես քո կյանքի մեջ։ Կանայք, ձեր ամուսիններին հնազանդվեք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Սիրելիներս, տեսեք, Քրիստոսի հետ է համեմատում, ինչպիսի հարաբերություններ պետք է ունենան ամուսինները։ Գիտեք, նրա համար չի, որ դու բողոքվես, թե քո ամուսինը, քո կինը ինչքան վատ բաներ ունի։ Դու նրա համար ես նրա կողքին, որ այդ բծերը մաքրես։ Դու քո կնոջ ու քո տղամարդու կողքին նրա համար ես, որ իրան կատարյալ դարձնես։ Քրիստոսը եկեղեցու գլխին չի նրա համար, որ ասի
լսի այսպես մեղքերի մեջ ճզմելու եմ ձեզի։ Այսպես ամեն անգամ մեր ճակատին չի տալի մեր վատ արարքները, այլ մեզի, երբ որ մենք ապաշխարում ենք, ներողություն ենք խնդրում, մեզ ներում է ու մաքրում է ու կատարելացնում է ու սրբում է ու բարձրացնում է։ Ամեն։ Այդ նույն հարաբերությունը պետք է լինի ամուսինների մեջ, սիրելիներս։ Ես ինչ որ մի հատ թերություն վատ բան տեսա, նրա համար չտեսա, որ ասեմ, հա, տեսար, դու կնիկ ես տղամարդ, ես կատարյալ եմ։ Դրա համար նասկիները միշտ դու պետք է հավաքես։ Չէ, սիրելիս, նրա համար եմ, որ ես իրան ուժեղացնեմ, ոնց է Քրիստոսը հոգ տանում եկեղեցու համար։ Եթե ես իմ կնոջ համար այդպես հոգատարությամբ վարվեմ, գիտեք, ես ինչքան երջանիկ կլինեմ։ Իր մասին չեմ խոսում։ Հաջորդ խոսքը, որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ 28-րդ խոսքը, ամուսիններն իրանց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրանց մարմինները։ Ով իր կնոջը սիրում է, ինքն իրենն է սիրում։ Ստեղ մի բան կասեմ, սիրելիներս։ Շատ ժամանակ տղամարդիկ վատ են վերաբերվում իրանց կանանց հետ, որովհետև իրանք իրանց չեն սիրում։ Իրանք իրանց ալկոհոլի են մատնում, ծխախոտի, թմրամոլության, վատ բաների եւ այլը, պետքա դուք ձեզի սիրեք։ Ձեզի սիրեք ու բարձրացնեք։ Ձեզ Աստված ձեր կյանքը շնորհել է, որ դուք իր հետ չխաղաք, իրան չվատնեք մահվան, այլ իրան փառավոր պահեք ու բարձր պահեք։ Գիտեք, որպեսի տղամարդը կնոջ հետ լավ վերաբերվի, առաջինը պետք է ինքը իր հետ սկսի լավ վերաբերվել։ Ես չեմ խոսում եսասիրության մասին, սիրելիներս, հա? Ես խոսում եմ ուրիշ բանի մասին, որ ես տաճար եմ Աստծո, ես Աստծո որդի եմ։ Որովհետև 29-րդ խոսք, ոչ ոք իր անձը երբեք չի ատի, այլ սնում է եւ խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցուն։ Սիրելիներս, խնամեք ձեզ, խնամեք Աստծո խոսքով, շնորհքով Աստծո, ուրախությունով ու խաղաղությունով խնամեք ձեզ։ Ու էդի ձեզ կբարձրացնի, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Հալելույա։ Եթե մի հատ ինչ-որ բան կա, որ Հիսուսի մարմնի մեջ էդի, չի կարա տեղավորվի, ինքը տեղ չունի, պետք է շպրտես իրան։ Ամեն։ Հիմա տեսեք ստե ծննդոցի խոսքերն է մեջբերում առաքյալը։ Դրա համար ամուսինին հորն ու մորը պետք է թողնի եւ իր կնոջ հետևի ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ ձեզանից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն եւ կինն էլ ակնածի իր ամուսնուց։ Սիրելիներս, շատ ժամանակ որ ասում ենք հորն ու մորը մենք էսի մի քիչ սկսում ենք չընդունել, դե ոնց կլինի երեխուն պահես մեծացնես, հետո գնա առանձին ապրի։ Աստված մեզանից խելացի է ու իմաստուն է։ Լավա որ որովհետև գիտեք ինչ, եթե մի ծառ բերք է տալի, մենք ուզում ենք երկրորդ ծառը ունենանք բերքատու, մենք այդ ծառից պետք է ճյուղ առանձնացնենք։ Միջև այդ ճյուղը այդ ծառից չառանձնանա, ուրիշ ծառ չի լինի։ Հասկանում եք։ Դրա համար այս իմաստությունը Աստված ավելի լավ է պատկերացնում։ Ու գիտեք ինչի է ասում, որովհետև իրականում կուխնյան պետք է մի հատ տիրուհի ունենա։ Ու տունը պետք է մի գլուխ ունենա։ Երբ որ տան մեջ ապրում է որդին, արդեն երկու գլուխ է դահատում, էսի մի քիչ երկու գլխանի մենակ վիշապներն են ելնում, հիշում եք։ Սիրելիներս, իր հորն ու մորը թողի, գիտեք ինչ նկատի ունի, որ բաներ կա,
անպատասխանատու ես ապրել։ Այսօր դու որպես տան գլուխ ես պետք է պատասխանատվություն վերցնես։ Դու պատասխանատու ես քո ընտանիքի համար, քո կնոջ համար, քո երեխաների համար ու պատասխանատու ես Աստծո առաջ։ Ամեն։ Հալելույա։ Սիրելիներս, 6-րդ գլուխը։ Որդիներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ Գիտեք, նաև Մովսեսի 10 պատվիրանների մեջ հիշում եք 5-րդ, չէ՞, Զորո ջան։ 5-ն է, չէ՞։ Որ պատվիր քո հորն ու մորը, սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցում է փոխհատուցման խոստումը, որպեսզի բարի գտնես երկրի վրա երկար ապրես։ Թանկագիններս բոլորը պատվեք ձեր ծնողներին։ Եթե ուզում եք հաջողություն լինի ձեր կյանքի մեջ։ Լսի, պարտադիր չի իրար հետ մի տան մեջ ապրեք, դա պատիվ չի։ Ոնց է լինի, շատ կներեք զուգանի համար հերթ կանգնելուց, ոնց էլ չլինի կարակ նեղվեք, որովհետև ստիպված եք, կարակ նեղվեք, դրա համար լավ կլինի, որ առանցին ապրեք, բայց իրար պատվեք, սիրեք, հարգեք, պատիվ անեք, հոգ տանեք, համ կյանքի տորերը երկար կլինի, համ էլ հաջողություն կունենաս այդ երկար օրերի մեջ, այսի Աստծո օրենքն ու պատվիրանն է, ամեն։ Հայրեր, ձեր զավակներին մի վարկասրեք, այլ նրանցից Տիրոջով խրատով ու կրթությամբ մեծացրեք։ Տիրոջ խրատով։ Գիտեք, շատ ժամանակ մենք երեխաների հետ ոնց որ վերաբերվենք որպես ռոբոտներ։ Մենք սենց ասեցինք ու սենց պետքա լինի։ Ու երբ որ ոնց ասեցինք ու տենց չի լինում, էսի մեզի բարկացնում է։ Էսի մեր մեջ բարկություն է առաջացնում։ Ու այդ բարկությունը երբ որ շատ է զարգանում, ինքը վատ բառեր է ծնում, նեղվածություն, կռիվներ, Աստծո խաղաղություն ու ներկայությունը գնում է։ Դրա համար սիրելիներս, երեխաները ռոբոտներ չեն, ասում եմ պատվեք ձեր երեխաներին, պատվեք իրանց, այսինքն հաշվի առեք նրանց կարծիքը լսեք, փորձեք նրանց հասկանաք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Աստված սիրելիներս մարդուն ստեղծեց, որ իրան ճանաչի ու ապրի իր հետ, սիրո մեջ ապրի ու նաև հավիտյան ապրի, գնա հավիտենականության։ Ու այս սիրո հարաբերությունները Աստված, որ դրեց մարդու մեջ, դա իրանից է ծնված, իրանից է դուրս գալիս։ Ու դա իր նպատակներից մեկն է։ Ուզում է, որ Աստված նաև մենք նմանվենք իրան, նմանվենք Քրիստոսին, նրա բարությունը զարգացնենք մեր մեջ, խոնարհությունը, ներողամտությունը, սրբությունը, հետևելով Հիսուսի օրինակին։ Սովորացնում է Աստված նաև Աստծո կամքն է, որ մենք սիրելիներս սիրենք մարդկանց ու ծառայենք մարդկանց։ Եթե այս հոգատարությունը չլինի մեր մեջ, թանկագինես, մենք չենք կարա օգնություն ցույց տանք, մենք չենք կարա սեր տանք մարդկանց։ Ու Աստված ուզում է, որ մենք հոգևոր աճենք, բարձրանանք, ճշմարտությունը ճանաչենք ու նաև հավիտենական կյանք ունենանք։ Իսկ հոգևոր աճը դա մեզ օգնում է Աստծո խոսքը ճանաչելով եւ աղոթքներով մենք կարող ենք հոգևոր աճ ունենալ ու Աստծուն մոտենալ։ Սիրելիներս, կյանքի ապրելաձևը ու ոճը դա մեր որոշումն է, ամեն մեկից անձնական որոշումն է։ Շատ հաճախակի, գիտեք, երբ որ ես խոսում եմ ինչ-որ բանի մասին, շատ հաճախակի հանդիպում եմ մի պահի, որ կին ասում է,
Այկնիկ ես քո մասին է խոսում, տղամարդը ասում է, չէ, քո մասին է խոսում, կամ երեխեք ասում են, «Պապ, լսար ինչ ասեց»։ Ես ուզում եմ ստեղից հայտարարություն անեմ բոլորիդ աչքերի մեջ նայելով։ Երբ որ ես ստեղից խոսում եմ, ես խոսում եմ ուղիղ քո համար, քո համար։ Քո կողքինի համար չեմ խոսում։ Խոսում եմ քո համար։ Դրա համար սիրելիս, երբ որ դու որոշում ես քո կյանքի ոճը փոխես, ու քո կյանք մտցնում ես ազնվություն, կարգապահություն, նվիրվածություն, հոգատարություն, խնամք, հավատարմություն, վստահություն, զսպվածություն, հարգանք, խնայել, էսի դու դրա վրա աշխատում ես։ Գիտես, ես չեմ կարող քո համար ուղակի մի հատ sense աղոթք անեմ, ու դու դառնաս ամենաիդեալական մարդը, չեմ կարող։ Էդի ես աղոթք կարամ անեմ քո համար, օրհնեմ քեզ, քո կյանքը, բայց քո որոշումով դու կարաս էդի փոխես։ Եթե դու որոշում ես, որ դու քո կյանքի մեջ ընտրելու ես Աստծո արքայությունը, էսի կարա փոխի քո կյանքը։ Ամեն։ Սիրելիներս, մենք չենք կարող աստվածապաշտ լինել միայնության մեջ, մենակության մեջ, չենք կարող։ Մենք աստվածապաշտ, գիտեք, ես մի քիչ համաձայն չեմ այդ աստվածապաշտությանը, որ մանախները, հայերեն ոնց է, քահանաները, չէ, որ ոչմ մանախներ, որ գնում են, փակվում են մանաստիրներում ու ունդեղ էդի աստվածապաշտություն են անում։ Հա, վանականները, հա։ Էդի նու, չգիտեմ, ես չեմ հասկանում այդ աստվածապաշտությունը։ Էդի գիտեք նման է մի բանի, որ երբ որ դու բաժակ ունես, ու ինքը 30 տարի է սերվանդի մեջ է։ Իրան չես օգտագործում։ Ինքը ոչ մի նշանակություն չունի քո ձեռքերի, քո կյանքի համար։ Հասկանում եք, Աստվածը տենց պաշտողներ չի ուզում։ Աստված ուզում է նենց պաշտողներ, որ իր կյանքի մեջ ինքը մի բան անի, ու նաև իր կյանքով մի բան անի։ Դրա համար Հիսուսը չասեց աշակերտներին, գնացեք միտեղ թաքնվեք ու ձեզ սուրբ պահեք ու տեսեք ինչ է լինում։ Միջև ես գամ կամ միջև փրկվեք։ Ասաց գնացեք ամբողջ աշխարհին, պատմեք, ծառայեք։ Ու գիտես, եթե ես ու դու ուզում ենք, որ Աստված մեր կյանքի մեջ մի բան անի, Աստված ավելի շատ է ուզում մեր կյանքի մեջ մի բան անի։ Ասեմ ավելին, նա այնքան է ուզում քո կյանքի մեջ մի բան անի, որ նաև քո կյանքով մի բան անի։ Այդքան ուզում է քո կյանքի մեջ մի բան անի, որովհետև Աստված չասեց ես ուղակի եղա ձեր Աստվածը, ասեց ես ձեր Աստվածը եղա, որ բոլորը ճանաչեն ինձ։ Հասկանում եք։ Ու հիմա տես ինչքան է ուզում իր հաջողությունները, հրաշքները, օրհնությունները լցնի քո կյանքի մեջ, որ քեզ ճանաչողը, ասես, այս մարդը Աստված ունի։ Ո՞վ է քո Աստվածը։ Ես ուզում եմ իրան ճանաչեմ։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, Աստծո օրհնությունները իրանք շատ կարևոր բան են մարդու կյանքում։ Աստծո օրհնությունները բացում են նոր հարաբերություններ Աստծո հետ, Աստծո քրիստոնյա հավատացյալ կյանքի մեջ նոր բարձունքներ դու կարող ես ունենալ։ Հիմա սիրելիներս, կուզեմ կարդամ պատվիրանների մասին, որ Մովսեսին գրել տվեց Աստված, ու հետո մի քիչ ես կխոսամ պատվիրանների մասին ու հետո կկարդամ ես օրհնությունը ձեր կյանքերի մեջ։ Ուրեմն երկրորդ օրինաց 20-րդ գլխի առաջի խոսքից։
Աստված ասեց հետևյալը։ Նայեք, Աստված ինքը իր բերանով է ասում. Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից, ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրջ չսինես, ոչ վերևում երկնքում եւ ոչ ներքևում երկրի վրա, եւ կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես եւ չպաշտես նրանց, որովհետեւ ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ։ Որ հայրերի անօրինության համար պատժում եմ որդիներին, միջև նրանց 3-րդ եւ 4-րդ սերունդը, որոնք ատում են ինձ։ Եվ ողորմում եմ նրանց մինչև 1000-րդ սերունդը, որոնք սիրում են ինձ եւ պահում են իմ պատվիրանները։ Քո Տեր Աստծո անունը զուր տեղը բերանը չառնես, որովհետեւ Տերն իր անունը զուր տեղը բերան առնողին անպատիժ չի թողնի։ Հիշիր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր աշխատիր եւ կատարիր քո բոլոր գործերը, բայց 7-րդ օրը քո Տեր Աստծու օրն է, քո Տեր Աստծու հանգստի օրն է։ Դու ոչ մի գործ չանես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, քո աղախինը, քո անասունը, ոչ էլ քո դրան եղող օտարականը, որովհետև Տերը 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ 7-րդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը եւ սրբեց այն։ Սիրելիներս, մենք մեր կյանքի մեկ օրը պետքա պաշտամունքի նվիրենք մեր Աստծո օրն է դա։ Մեր կյանքի օրերից մի օրը մենք պետք է Աստծուն տանք։ Պատվիր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր, մի ցանկացիր քո հարևանի տունը, մի ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային, կամ նրա աղախնին, կամ նրա եզանը, կամ նրա էշին եւ քո հարևանի ոչ մի բանին մի ցանկացիր։ Պարզ ու հասարակ սիրելիներս։ Էսի Աստծո պատվիրաններն է։ Իսկ այս ամեն ինչը մեր Տեր Հիսուսը համառոտացրեց Մատթեոս 22-րդ գլխում իրան հարց են տալիս օրենսգետները ու ասում են, որն ամենակարևորը այս պատվիրանները, որ ես կարդացի, ամենակարևորը դրանցից որն է, Հիսուսը ասեց, բոլորն են կարևորը, բոլորն են կարևորը։ Ու ինքը տեսեք սիրելիներս, երկու բան ասեց, որի մեջ մցրեց այս բոլոր պատվիրանները։ Իրականում 10 չեն պատվիրանները, ավելի շատ են։ Պատվիրանները 300-ից ավել են։ 300-ից ավել պատվիրաններ կա, գիտեք, 10 պատվիրան չի։ Բայց տեսեք Հիսուսը ասում է 22 Մատթեոս 36-րդ խոսքից. Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը։ Հիսուսը նրան ասեց. Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը սրա նմանն է։ Տեսեք, չի առանձնացնում։ Երկրորդ պատվիրանն համարյա թե նույն բանն է։ Սիրիր քո դրացինին, քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքները ու մարգարեները։ Սիրելիներս, հիմա տեսեք։ Եթե ամենաառաջին ու կարևոր բանը մեր կյանքի մեջ որ պետքա լինի, դա աստվածապաշտությունն է, որ մենք պետքա աստվածապաշտ լինենք, աստվածավախ լինենք, ու երկրորդը, եթե ես չեմ ուզում ինքը ինձանից գողանա, ես իրանից չեմ գողանա։ Եթե ես չեմ ուզում ինձի վատ նայեն, ես ուրիշին վատ չեմ նայ։ Եթե չեմ ուզում ինձանից վատ բամբասեն, ես ուրիշի մասին վատ չեմ բամբասի։ Այս էլ երկրորդ պատվիրանն է։ Այսինքն ինչ չեմ ուզում, գիտես, երբևիցե մեկը չի ասի, գիտեք ինչ, հələ նայեք իմ վրայի բոլոր թերությունները, կարաք ինձ ասեք։ Ես ասում եմ ձեզ, կարաք ինձ ասեք իմ վրայի բոլոր թերությունները։ Ո՞վ է համարցակ։ Ասեք լավ, մի բան ունեմ թերություն։ Ատամ չունեմ, լավ։
Տենում եք ծերերներս։ Մի հատ էլ ոսկե օրենք հա տալիս Հիսուսը, ասում է ինչ ցանեք, այն էլ հնձելու եք։ Ուրախություն ցանեցիք, ուրախությունը ձեզ վերադառնալու է։ Խաղաղություն ցանեցիք, խաղաղությունը ձեզ վերադառնալու է։ Ուր որ գնացիք, ասում է խաղաղությամբ գնացեք։ Ու որտեղ որ չընդունեցին ձեզ, Հիսուսն ասում, չէ՞։ Հարց չկա։ Վերցրեք ձեր խաղաղությունը գնացեք, բայց որ ընդունեցին, թողեք իրանց ձեր խաղաղությունը։ Հիմա ցանկագիններս մի վախեցեք լավ բան անելու։ Մի վախեցեք։ Ասում ամարտ լավություն է անում, ասենց ընդունեց, այնպես մի վախեցեք։ Եթե ինչ որ մեկի լավություն ես արել, չի հասկացել։ Դա չի նշանակում, որ այն մեկերին էլ պիտի չանես։ Շարունակի քո լավությունը անել, շարունակի քո հոգատարությունը անել, շարունակի քո Աստծո ծառայությունը մատուցել։ Գիտես դու երբ որ մեկի համար ինչ որ լավ բան ես անում, որովհետև այդ մարդուն էդի բարի է, բարձրացնում է, այդ մարդը Աստծուն փառք է տալի։ Դու մի օր գալու ես երկինք, ու չգիտեմ որ հրեշտակն է քեզ ուղեկցելու քո տունը, տանելու է քո տունը ցույց տա, ու ասի նայ, այս լավ կահույքը, այս լավ բանի համար ունես, այս լավ ննջասենյակը, այս ինչ լավ բանի համար ունես, որ Աստծո համար դու երկրի վրա արել ես։ Գիտես Աստվածաշունչը խոսում է այդ բարձքի մասին։ Ու դրա համար եթե դու մտածում ես, որ իզուրա քո բարի լինելը, իզուրա քո բարի գործերը, իզուրա քո աստվածահավատությունը, աստվածապաշտությունը, իզուրա քո զոհաբերությունը, իզուրա քո տասանորդը, դու չարաչար սխալվում ես իրելիս։ Ես քեզ հաստատ ասում եմ, որ ամեն բանը Աստված նույնիսկ նկատում է մեկ բաժակ սառը ջուրը։ Մեկ բաժակ ջուրը, որ դու իր անունով եկածին տալիս ես, հանուն Աստծո ինչ որ մեկի մեկ բաժակ ջուր ես տալի, Աստված էդի նկատում է ու գնահատում է ու դրա համար վարձ է տալու քեզ։ Դրա համար սիրելիներս, մի վախեցեք լինել Աստծո պատվիրանի մեջ։ Մի վախեցեք այնպես անեք, որ ձեր կողքերը միշտ խաղաղություն լինի։ Մի վախեցեք, որ ուրախությունը պահեք ձեր կյանքի մեջ։ Մի վախեցեք որոշում ունենաք, որ դուք Աստծո արքայությունը փնտրեք։ Ոչինչ, լսի, եթե ամուսինդ քեզ վիրավորեց, դու պատասխանը չտվեցիր, այդտեղ մեռնելու է այդ խարդախությունը, անախորժությունը, այդտեղ դու թաղելու ես իրան։ Բայց դու որ պատասխան տվեցիր, Աստվածը դուրս գալու։ Ոչինչ, մի անգամ համբերեցիր, երկու անգամ, երրորդ անգամ ավելի հեշտ է լինելու, չորրորդ անգամ էլ չի լինելու, որովհետև տենալու է, որ էլ ոնց ասած, հակադարձ պատասխան չկա, էլ ոչ էլ քեզի վիրավորելու է։ Սիրելիներս, ես կուզեմ, որ ձեր հարաբերությունները սիրով ու նվիրված լինեն, ոնց որ Քրիստոսը սիրելով ու նվիրված իր եկեղեցու համար անում է։ Նույնն էլ դուք իրար սիրելով ու նվիրված անեք ու ապրեք։ Հալելույա։ Որ փառաբանության թիմը գա։ Սիրելիներս, կուզեմ, որ ընտանիքներով միասին կանգնեք։ Սիրելիներս, հիմա ես այս օրհնության խոսքերը կարդալու եմ ու հռչակելու եմ ձեր կյանքի մեջ։ Ես կուզեմ, որ դուք հավատքով ուղղակի երկնքից ընդունեք ձեր կյանքի մեջ։ Հալելույա, ամենակարող արքա, բռնեք իրար ձեռք, սիրելիներս, ընտանիքներով բռնեք իրար ձեռք։ Հալելույա, փառած Տեր, քո առաջ ենք մենք, զորեղ արքա, որպես անձեր, որպես ընտանիքներ, որովհետև դու ես մտածել եւ դու ես ստեղծել մեզ երկրի վրա, Տեր Աստված, եւ դու ես կյանք տվել մեզ երկրի վրա։ Եվ Տեր Աստված, դրա համար մենք խնդրում ենք, որ քո օրհնությունը գա երկնքից, քո աստվածային ու հայրական օրհնությունը գա երկնքից մեր վրա, մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների մեջ, Տեր իմ Աստված։ Զորեղ արքա, ես կանչում եմ Սուրբ Հոգու զորությունը ու օծությունը երկնքից ամեն մարդու վրա, ամեն մարդու, ամեն անձի, կին, տղամարդ, երեխա, Տեր Հիսուս Քրիստոսի անունով,
ամեն անձի վրա քո զորությունը թող գա Տեր իմ Աստված։ Հալելույա։ Եվ Տեր իմ Աստված այս օրհնության, զորության խոսքերը Տեր իմ Աստված, որ ես կհրճակեմ այստեղից Տեր իմ Աստված, թող գնա ամեն մարդու կյանքի մեջ ու կյանք դառնա Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Հալելույա։ Սիրելիներս, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին։ Դու օրհնյալ կլինես քաղաքում եւ օրհնյալ դաշտում, օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը եւ քո ոչխարների հոտերը, օրհնյալ կլինեն քո կողովը եւ քո խմորի տաշտը, օրհնյալ կլինես դու մտնելիս եւ օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին։ Նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց 7 ճանապարհով կփախչեն քո առջևից։ Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում եւ քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու քեզ տված երկրում։ Եթե քո Տեր Աստծո հրամանները պահես եւ գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երթվել է քեզ։ Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա ու կվախենան քեզանից։ Տերն առատություն կտա քեզ քո բոլոր բարության համար, բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը եւ քո հողի պտուղն այն երկրումը, որ Տերը երթվել է քո հայրերին քեզ տալու համար։ Տերն իր բարության գանձը, այսինքն երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին եւ օրհնի քո ձեռքի բոլոր գործերը։ Դու փող կտաս շատ ազգերի, բայց ինքդ փող չես առնի։ Տերը քեզ կդարձնի գլուխ եւ ոչ թե պոչ։ Դու միշտ վերևում կլինես եւ ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծո պատվիրաներին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես եւ աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից ծառայելու համար նրանց։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, այս օրհնության խոսքերը, այս հռչակումները, սա զորությունն է, որ ես այսօր հռչակեցի Աստծո Տիրոջ տան մեջ, նրա ներկայության մեջ, քո կյանքի մեջ։ Այսուհետ քո կյանքը, քո ընտանիքը յուրովի փոխվելու է։ Այն որոշումները, որ դու այսօր ունես քո կյանքում, կայացնում ես, հաստատում բռնի այդ որոշումները ու դու վստահ եղի, որ երկիր ստեղծող Աստծո խոսքը երբևիցե չի անցել։ Նա հավատարիմ է իր խոստումներին ու հավատարիմ է իրան հավատացողներին։ Ամեն։ Սիրելիներս, եկեք հիմա աղոթենք ու մեր փառաբանությունը մեզ կառաջնորդի երկրպագության մեջ։ Ես պիտի խնդրեմ, որ ընտանիք մոտենաք ու մենք ընտանյոք հաղորդություն ենք անելու ու ես ու Ամալյան աղոթելու ենք այդ ընտանիքի համար, օծելու ենք ձեզ յուղով ու դուք հետո վերադառնալու եք ձեր տունը օրհնված ու այս օրհնության խոսքերը քո կյանքի մեջ գործելու են։ Հավատա դու դրանք։ Հավատա երկնքից, հավատա ու սպասի երկնքից։ Տերը իզուր չի քո Տեր Աստվածը, ինքը ուզում է, որ երևա, որ ինքը քո Տեր Աստվածն է, իսկ ինքը երևում է, որ ինքը քո Տեր Աստվածն է, իր զորավոր գործերով։
քո ընտանիքի մեջ բժշկություն կլինի, համերաշխություն, հաշտություն, սեր, միաբանություն, խաղաղություն, ուրախություն, առատություն, արդարություն, ոչ մի բանի պակաս չես ունենալու։ Ինչ որ նայ ձեռքերի, ինչ որ քո ձեռքերը անեն, հաջողված է լինելու։ Ինչ որ քո ձեռքերը անեն, պտուղ է լինելու։ Ամեն։ Հալելույա։ Փառք ես մեր Արքա, շնորհակալ ենք քեզ Տեր։ Գոհանում ենք քեզանից Տեր։ Խնդրում եմ բռնեք իրար ձեր ընտանիքներով։ Զորեղ Արքա, փառած Տեր, ահա ես բերում եմ քո առաջ մեր եկեղեցին Տեր, մեր եկեղեցու ժողովրդին, ամենազոր Արքա, ես խնդրում եմ Տեր Աստված, եթե ընտանիքներում վեճ ա եղել, նեղվածություն ա եղել Տեր Հիսուսի անունով կանչում եմ քեզ Սուրբ Հոգի, որ գաս ու բժշկես բոլորի սրտերը, որ ներեն իրար զույգերը, երեխաները, եթե ծնողների մեջ ա, ծնողներին Տեր Աստված, զորեղ Արքա թող գա այդ ներողության հոգին Տեր Հիսուսի անունով, թող բոլորը ներեն ու ամեն նեղվածությունը գնա իրանց սրտից Տեր Հիսուս Քրիստոսի անունով բժշկի ամեն մանրուք նեղվածություն Տեր իմ Աստված, որ կա, խնդրում եմ որ ջնջես Տեր իմ Աստված, թե երեխաների մեջ, թե ծնողների մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, զորեղ Արքա, ամեն ընտանիքի անդամների մեջից Տեր իմ Աստված, Սուրբ Հոգի խնդրում եմ բժշկես, ուղղակի արմատախիլ անես ամեն անախորժությունները, ամեն Հիսուսի անունով, ամեն անհասկանալի պահերը Հիսուս Քրիստոսի անունով թող գնա, թող գա քո խաղաղությունը, քո սերը, քո միաբանությունը Տեր իմ Աստված։ Զորեղ Արքա, եթե ինչ որ մեկը դավաճանել է ընտանիքի անդամներին Տեր իմ Աստված, իր ընտանիքը Տեր խնդրում եմ, որ կպնես այդ սրտին, կպնես այդ մտքին Տեր իմ Աստված ու նորոգես Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ նորոգես ու այն պարիսպները, որ քանդել է Տեր իմ Աստված ու սատանայի համար դռներ է բացվել, ես խնդրում եմ, որ դու վերականգնես Սուրբ Հոգի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն դավաճանությունը Տեր իմ Աստված խնդրում եմ, որ ներես ու վերականգնես այդ պարիսպները ու պաշտպանությունը Տեր, եւ քո պաշտպանությունը թող գա այդ ընտանիքի վրա Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Զորեղ Արքա, աղոթում եմ ամեն տղամարդու համար Տեր իմ Աստված, որ այստեղ է, որ ընտանիքի գլուխ է Տեր Հիսուսի անունով, զորեղ Արքա, ես խնդրում եմ, որ դու յուրահատուկ զորավոր աշխատանք անես ամեն մարդու հետ, ամեն տղամարդու հետ, որ ինքը զորավոր գլուխ ու պաշտպան լինի իր ընտանիքի վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Զորեղ Արքա, աղոթում եմ ամեն կնոջ համար Տեր Հիսուս Քրիստոսի անունով, զորեղ Արքա, խնդրում եմ իմաստություն տաս ամեն սրտի, ամեն մտքի Տեր իմ Աստված, որ նրանք ուղղակի կառուցեն իրանց տունը Տեր, ուրախության, խաղաղության ու արդարության մեջ, ամենակարող Տեր իմ Աստված։ Հայր Հիսուսի անունով զորացրու ընտանիքները Տեր, թող քո միաբանություն ու սերը, խաղաղությունը լիարժեք, լիակատար, լիությամբ լինի ամեն ընտանիքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Զորեղ Արքա, ես խնդրում եմ, որ երբևիցե ամուսինները չամաչեն Տեր Աստված, իրար ձեռք բռնեն, իրար աչքերին նայեն ու քո առաջ կանգնեն, աղոթք անեն քեզ Տեր Աստված։ Ես խնդրում եմ, թող սա լինի միաբանության նշան Տեր Հիսուսի անունով։ Զորեղ Արքա, մենք օրհնում ենք այսօրվա Սուրբ հաղորդությունը, օրհնում ենք այս մացան Տեր Աստված, այս հացը Հիսուսի անունով, որպես քո մարմին մեր Տեր Աստված օրհնում ենք եւ գոհանում ենք, որ դու այն կոտրեցիր մեր համար, ջարդեցիր մեր համար Տեր, եւ այն երբևս մեկ չի լինի, այլ մենք որ միասին ընդունենք այն, մենք այդ դա միաբանի մեզ ու մեկ կանի Հայր Հիսուսի անունով։ Զորեղ Արքա, մենք օրհնում ենք այս գինին Հայր Հիսուս Քրիստոսի անունով, որպես քո այրուն Տեր, եւ գոհանում ենք այս Սուրբ խորհրդի համար Տեր Հիսուս, որ դու արեցիր մեր համար ու թողեցիր մեզ։ Եվ այսօր մենք Տեր Աստված, այս Սուրբ հաղորդությունը քո առաջ, քո տան մեջ մենք ուզում ենք անենք Տեր Աստված, որպես ընտանիքների միաբանություն, որպես ընտանիքների միություն, Հայր Հիսուս Քրիստոսի անունով Տեր, այս Սուրբ հաղորդությունով Սուրբ Հոգու զորությունը թող գա ամեն ընտանիքի մեջ, ամեն ընտանիքի անդամի մեջ, դա կլինի հայրը, մայրը, երեխաները, բոլորի մեջ թող Սուրբ Հոգու զորավոր ներգործությունը գա ու ամեն մեկը թող Տեր Աստված վերապրեն քո
ներկայությունը Տեր, քո օծությունը ու թող փոխվի իրանց կյանքը Տեր Հիսուսի անունով, որովհետև Հիսուս քո հետ հանդիպումն է մեր կյանքերը փոխում։ Ուղղակի մենք ուժ չունենք ինչ որ բան փոխելու մեր կյանքի մեջ, ուժ չունենք ինչ որ բան անենք, որ հաջողություն լինի, դա դու ես մեր Տեր Հիսուս, եւ դրա համար այս որոշումով մենք գալիս ենք քո առաջ այս սուրբ հաղորդության համար։ Ամեն, հալելույա, ամեն։